Շատ ուրախ եմ, խնդրում եմ։ Ես զոհվածի ընտանիքում ունեմ երկու զոհ, համ ամուսինը կորցրած, համ երեխային կորցրած։ Հիմա իմ հարցը ոնց է լուծում։ Ես Արցախից եկած, բոմժի կարգավիճակով։ Մենակ եք ընտանիքում։ Այո, մենակ եմ։ Հիմա մենք միայն Ես ինչքան պետք է ձեր տված գումարը ինչ չի հերիքի, որ ես տան հարց լուծեմ։ ինչքան եք ստանում։ Ես հիմա աշխատում եմ 120,000 ստանում, այդ տալիս եմ ոչ մի աջակցություն չեմ ստանում։ Մի հատ վայրենի թոշակ եմ ստանում որպես զոհվածի 30,000, մեկ էլ ստանում իմ ինվալիդնի, որ ես երրորդ կարգի հաշվանդամ եմ։ Հələ որ սաղ մարմինս միայնակ եք, լրիվ միայնակ եք։ Տղա ունեմ, որ ինքը ծառայություն մալալ, ինքն էլ վայրենի կակի բենալալ, հիմա ինքը բանա տարալ ի վիճակի չի, ստեղ չի կարում ապրել։ Հիմա մենք այս փուլում Ես գործի համար եմ եկա։ Հիմա այս փուլում մենք մեծ ընտանիքների համար բնական մի հարցը լուծում ենք։ Հիմա հաջորդ փուլում պետք է մտածենք, տեսնենք նրանք ովքեր մենակ են կամ երկու հոգով են, իրանց համար նոր ծրագիր անենք։ Ախր այդ նոր ծրագիրը մինչև անը ես դիմադրողականություն չունեմ, որ պայքարեմ։ Ես աշխատեմ տան վարստա։ Ափսոս հիմա ես բոլոր մանրամասներին չեմ տիրապետում։ Մեզ տեղ տվեք։ Երևանում որտեղ։ Փողը վեր ունեմ, այդ 4,000-ը, այդ 4 միլիոնով յուրո ունեմ, ես ընդեղ մի հատ էկոտուն պատրաստեմ, մտնեմ, էլ վարժ չտամ։ Ես ինքը 4 միլիոն ենք տալիս ձեզ։ Դե եթե ասում եք ծայրամաս ակոչում 4 միլիոն պետք է հասնի։ Ես հիմա բնակում եմ օգնականներից ով կա։ երրորդ մասում։ Մին ձև արեք։ Մի րոպե, ես ձեզ կոորդինատ տամ, ավելի լավ է դուք։ Ես շատ ու զանգալում անգամ անձամբ ձեզ։ Մի հատ թող ինքը կապվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքային խումբ կա, որ անհատական հարցերով ազբաղվում։ Մի հատ թող լսեն իր կոնկրետ իրավիճակը, տեսնեն մեր ծրագրերով որևէ մեկով իր լուծումը լինում է, թե չի լինում։ Դուք բան չանեք, դուք ուղղակի կոնտակտ արեք, թող աշխատանքային խումբը լսի մարդու։